Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, ողջույն Ազատ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տես, վերջին մի քանի ամիսներին ընդդիմության մոտ այսպես վստահ տոնով պնդում կա, որ 2026-ը Նիկոլ Փաշինյանի համար վերջինն է, այսինքն ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է։ Տեսեք, հանրային տրամադրություններին երբ որ նայում եմ, ես էլ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կպարտվի, եթե ու այդ եթեում բան կա, էլի աշխարհաքաղաքական վիճակ եւ ինքը ինչքանով է պատրաստ ընտրություններ կեղծելուն կամ ինչ գործիքներ պատրաստ է կիրառելուն։ Եվ օրես երբ զրուցում էինք միասին, դու հետաքրքիր միտք հասցիր եւ խոսում ենք, որ ընդդիմությունը գնահատում է, որ Փաշինյանը այսպես բարձր շանսեր չունի իշխանությունը պահպանելու, դու հիշեցրեցիր 2018 թվականի հունվար-փետրվար, ասեցիր, իսկ հիշում ես 2018-ի հունվար-փետրվարի Նիկոլ Փաշինյանը ինչպիսի շանս ուներ իշխանության գալու։ Եվ ես հիշեցնեմ փետրվարին իրենք թանկացումների դեմ բողոքի ակցիա էին հրավիրել, ընդհանրապես 2-300 մարդ լավագույն դեպքում են 3-4 կուսակցություն էին մասնակցում այդ հավաքներին, իրենք արդեն խորհրդարանում խմբակցություն ունեին, այսինքն իրենց ամբողջ պոտենցիալը այն թանկացումների մասին խոսակցություն, որ թանկացումները ամենաշատն են հետաքրքրում հանրությանը, որտեղ մարդիկ իրապես սոցիալապես այդքան լավ պայմաններում չեն ապրում Հայաստանում, հա։ Հիմա դու նայելով այս իրադարձություններին, ինչպես ես գնահատում Նիկոլի շանսերը, սա մեկ եւ երկրորդը ինչը բնական է, չէ՞ որ հանրային աջակցություն չունի ինքը, մեծամասնության աջակցությունը չունի, բայց մենք հասկանում ենք, որ հաճախ կարելի է մնալ իշխանության կամ իշխանություն վերցնել առանց հանրային աջակցության կամ հանրային աջակցության տպավորություն ստեղծելով։ Խնդրեմ։ Ուրեմն լավ հիշեցրեցիք։ Ուրեմն կարելի է 18 թվի մասին հիշեցրեցիք, բայց ես 16 թվականից մի դեպք հիշեմ։ ՊՊՑ գնդի։ Չէ, մի դեպք հիշեցի ՊՊՑ գնդից հետո, երբ արդեն Նիկոլ Փաշինյանին արհեստականորեն շատ էին բարձրացնում, որտեղ ամեն պատեհ անպատեհ առիթին հասկանար չհասկանար Նիկոլը պարտադիր լինում էր եւ Նիկոլի անունն էր լսվում ցանկացած իրադրության քաղաքական ցանկացած իրադրության ժամանակ, ուրեմն համալսարանում ինչ-որ թեմաներով աշխատություններ էինք անում, մեր բաժինը ազգային անվտանգությունն էր, ամեն մեկը ազգային անվտանգության թեմաներով էին գրում։ Թեմաներն այսպես են էներգետիկ անվտանգությունը որպես Հայաստանի Հանրապետության միջազգային էներգետիկ անվտանգությունը որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք, ինչ-որ գաղափարական նոր բաները որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք եւ մեկը մի հետաքրքիր թեմայով էր աշխատություն արել եւ այդ աշխատության մասին լսարանում խոսում ենք, էլի նաեւ քննարկվում էր աշխատությունը գրելուց բացի։ Ուրեմն թեման ինչ էր։ Պոպուլիզմը որպես ազգային անվտանգության սպառնալիք Նիկոլ Փաշինյանին օրինակ որպես։ Օրինակ, որ պոպուլիստական գործիչը կարող է իշխանություն վերցնել, որը վտանգ կսպառնա Հայաստանի ազգային անվտանգությանը։ Ուրեմն դե մագիստրատուրայում հիմնականում միջին եւ միջինից բարձր ինտելեկտուալներ են լինում, էլի դժվար կարդալ գրել չիմացողը մագիստրատուրայում հայտնվի, ինչքան էր որ կրթական համակարգի վիճակում, բայց բակալավրում հնարավոր է, բայց մագիստրատուրայում գոնե պետք է մի բան սովորի, մի բան իմանա։ Նախ թեման բոլոր Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ծիծաղ էր առաջացնում, լուրջ չէր։ Այդ պնդումը կար այդ թեզը։ Դե որպես պոպուլիստ այդ ժամանակ ասում եմ պատճառն ինչն էր, որովհետև քաղաքագետներ են հիմնականում եւ քաղաքական դաշտը որպես այդպեսին լավ ուսումնասիրում էին, էլի տեսնում էին ամենտեղ Նիկոլ Փաշինյան անունն է շրջանառվում եւ Նիկոլ Փաշինյանը առաջին ասոցացվողն էր պոպուլիզմի հետ։ Եվ այդ ժամանակներն էր Աշտանն եմ խոսում, էլի որ Թրամփը այդ պոպուլիստական իր թեզերն էր տանում, պոպուլիզմը այդ ժամանակ պոպուլիզմ տերմինը թրենդ էր։
համաշխարհային քաղաքականության մեջ, այդ համաշխարհային քաղաքականությունը պրոյեկտել ենք մեր իրականության վրա եւ ստացել ենք պոպուլիզմը որպես ազգային անվտանգության սպառնալիք եւ Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Ուրեմն ոչ մեկ նրան լուրջ չէր ընդունում։ Եվ եկավ 2018 թվականը։ 18 թվականին ինչ ունենք։ Դրանից մի տարի առաջ Հայաստանում եղել էր ինչ խորհրդարանական ընտրություններ, ճիշտ է։ Հիմա խոսում ենք այդ շանսերից, էլի շանս ունեն թե չունեն։ Հիմա 18 թվականին կարծեմ հարցում էլ ա եղել։ Ես այն անգամ այդ հիշեցի ու փորփրեցի չգտա, որ մի ինչ-որ սոցիալական գործակալություն, սոցիոլոգիական գործակալություն սոցհարցումներ անող նման բան ուներ, որ կարծեմ 2-3%-ն էին կարծել փետրվար ամսին էր, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դառնա վարչապետ։ Այսինքն ինքը գրեթե շանս չուներ։ Բայց արդյունքում ինչ, բացի որ գրեթե աջակցություն չուներ հայրենիության այն շրջանում, նաև կար իրավական եւ քաղաքական խնդիր։ Այսինքն 2018 թվականից մի տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր, որ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն, դրա այդ հաշտ էր եղել։ Քաղաքական առումով։ Դրա այդ հաշտ էր եղել, ընդունել էր այդ պայմանները, դարձել էր ազգային ժողովի падգամավոր։ Դրանից մի տարի հետո ինքը դուրս էր եկել դրա դեմ պայքարելու։ Իր դեպքում դա կոնկրետ սահմանադրական կարգի տապալման փորձ էր։ Ամեն վարքյան կարող են իրան այդ պատճառը, որովհետև ինքը ընդունել է այդ արդյունքներով դարձել է падգամավոր եւ որևէ պատճառ ինքը չուներ դրա դեմ։ Սահմանադրության ունտրական օրենսգրքի հանրապետական կուսակցություն ում կուզեր կառաջադրեր, այսինքն ում կուզեր եւ ինչքան կուզեր։ Դրանից հետո կարող էր հանրապետական երկրի նախագահ, որ ուզում էր դառնալ երկրի վարչապետ, կարող էր 500 անգամ դառնալ։ Որովհետև իրենք ընդունել էին այդ պայմանը։ Այլ կլներ, որ ոչ ընդունեին այդ սահմանադրական հանրակրվեին խորհրդարանում չլնեին եւ այդ խորհրդարանից ամեն ինչի դեմ լինեին, այսինքն արտախորհրդարանական ցանկացած ուժ այնտեղ կողքերը մարդիկ կային, չէ՞, ասենք օրինակ Դավիթ Սանասարյանը կարող էր դա անել, բայց Նիկոլը չէր կարող։ Բայց ինչ եղավ։ Աշխարհակաղակական բևեռներ իրենց 5-րդ Չարասյանը, 6-րդ Չարասյան հետ բերեցին իշխանության։ 6-րդ Չարասյանը բացի որն է, որ հերոստատողները Հա, ուրեմն 5-րդ Չարասյանը այն խմբերն են, դա կլինի հասարակ ՀԿ-ներ, կլինի դա աղանդավորականների շարժումներ կլինեն, դա կլինի ինչ-որ դրսի ֆինանսավորման մասնագիտական խմբեր կլինեն, անալիտիկ կենտրոններ կլինեն, այն խմբերն են, որոնք աշխատում են թշնամու համար։ 6-րդ Չարասյանը իշխանության մեջ գործող այն առանցքային պաշտոնյաներն են, որոնց պետք է ապահովեն 5-րդ Չարասյան աշխատանքը, որոնք հովանի լինեն, հովանավորում են, որոնք հովանավորում են 5-րդ Չարասյան անվտանգությունը եւ գործունեությունը։ Սա կարևոր է։ Պետքիր է 6-րդ Չարասյան մասին ուրիշ տեղ ասվել է, սա միշտ քեզից եմ լսում, հետաքրքիր դիտարկում, որովհետեւ մշտապես քննարկվում է 5-րդ Չարասյանը, բայց չի քննարկվում այդ 6-րդ Չարասյան ասվածը, որը իշխանության մեջ է։ 14-15 թվական։ Ես առաջի անգամ 6-րդ Չարասյան տերմինը կարդացել եմ 2015 թվականին 2014-15 թվականներին եմ կարդացել այդ տերմինը, որ Հայաստանը պետք է գնար ԵԱՏՄ հոդվածներ հենց sense էր, էլի Հայաստանը գնալու էր դեպի ԵԱՏՄ, իբր 6-րդ Չարասյան կարկառուն ներկայացուցիչները դրան դեմ են լինելու։ Դա այստեղ աղոտ եմ հիշում։ Լավ, հիմա գանք էլի ընդդիմությանը։ Հիմա այս ամենը այս ակնարկը ինչի համար էր։ Կրկին աշխարհակաղակական մեծ խաղի մասին ենք խոսում։ Հիմա պետք է նայենք, այս ամեն ինչը պետք է դիտարկենք աշխարհակաղականի համատեքստում։ Տեսեք, խոսեցինք Բերլինից նախորդ հաղորդման ժամանակ, խոսում էինք Բերլինում տեղի ունեցածից։ Այնտեղ մի կարևոր հանգամանք եղավ։ Բերլին կատարած այցից առաջ, Նիկոլի կատարած այցից առաջ, գիշեր եվրոպացի չինովնիկները ասացին, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։ Կայա Կալասն ասաց հիբրիդային պատերազմ է տեղի ունենում եւ Եմեն օգնելու է հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանին։ Ճիշտ է, թիվն էլ ասեց։ Դե դու հրապարակային թիվ է, շատ փոքր է, կարծում իրականում շատ ավելի է։ 15 միլիոն եվրոյի սահմաններում, բայց դա եթե 15 միլիոն եվրո հրապարակային տրվում է, պարզ չէ, տակից ինչ աշխատանք է գնալու։ Եվ բերվեց Մոլդովայի օրինակը սա էլ ֆիքս։ Այո։ Եվ հիմա
խոսեց եվրո չինովնիկը խոսում է սրա մասին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում Ադրբեջանի դեսպանի ներկայությամբ Գերմանիայում։ Ասում է եկեղեցի Չգիտեմ որտեղից է ֆինանսավորում։ Փողեր է գալիս, ֆինանսավորում կա եկեղեցու եւ չգիտենք որտեղից է։ Այս ամենը եկող քաղաքական process-ների հովանավորության եւ ֆինանսավորման ես սրա մասին մի քանի թողարկում դրա խոսել դեմ եմ աշխատելու։ Ուրեմն հիմա թե այդ քաղաքական ակտը կլինի հերթական ընտրություն, արտահերթ ընտրություն, սա արևմուտքի դիրքորոշումն է իր շատ մասնակցությանը։ լավ, նայ։ Հիմա ես այդ հարցը մի քանի թողարկում բարձրացնում եմ։ Հետաքրքիր է, որ նու գրեթե չկան անդիմադիրներ, որոնք այս հարցը հրապարակային քննարկեն, որովհետև ըստ էության Եվրամիությունը առաջին անգամ հայտարարել է, որ իր դեմքով մասնակցելու է Հայաստանի ընտրություններին։ Սա աննախադեպ հայտարարություն է, որովհետև ես ընդհանրապես երբ որ այդ հայտարարությունը առաջին անգամ լսեցի, ես պատկերացնում նորմալ ընդդիմադիր դաշտի պարագան պետք է աղմուկ բարձրանար, գնահատականներ Եվրամիության հասցեին, բոյկոտ, որոշ մենք ինչ տեսանք։ Դրան եմ բոյկոտ Եվրամիության դեսպանների հետ հանդիպման մասով նաև պնդում, որ այս Պաշտոնյայի խոսքերը գնահատականի արժանան են Եվրամիության կողմից, ինչու, որովհետև եթե մինչև 2021 թվականը Եվրամիությունը իր ՀԿ-ներով այո ինչ որ մասնակցություն ունեցել է, բայց դա եղել է ավելի շատ դիտորդի տեսք, բայց հիմա ինչ են անում իրենք, հիմա իրենք հայտարարում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան ռուսական պրոքսիներ ու ասում են մենք պայքարելու ենք այդ ռուսական պրոքսիների դեմ։ Իսկ ում են անվանում ռուսական պրոքսի, ովքեր Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական ընդդիմադիրներն են։ Ինչ է ստացվում սա։ Սա ստացվում է, որ Եվրամիությունը հայտարարում է, որ մասնակցելու է մեր ընտրություններին։ Ուղիղ մասնակցություն։ Հիմա դրանից հետո մենք արդեն ասենք պիտի տեսնենք ընդդիմության կողմից կոշտ գնահատականներ։ Մենք փոխարեն տեսնում ենք Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպող ընդդիմություն։ Ինչպեսի հանդիպում են խնդիրն է, որ հանդիպում են ասում են մեզ օգնեք։ Հա, այստեղ ուզում եմ հասկանալ իրենք ում տեղ են դրել, ասենք մտածում են եվրոպացիք խոտ են ուտում, չգիտեմ, միամիտ են, չեն հասկանում, որ իրենք ունեն իրենց գործակալը, իրենց մարդը կոպիտ ասած, հա։ Այսինքն եթե դուք պետք գաք իրենց, վաղուց ձեզ կգտնեին, չէ, եթե պետք է ձեզ օգտագործելու են իրենց նպատակներն իրականացնելու համար, որ այս պահին դուք պատրաստ եք դա անել, որն այս պահին անում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ հակահայկական է։ Ձեր գործողությունները օժանդակելու են Նիկոլ Փաշինյանի հակահայկական գործողությունները։ Հիմա լավ, հիմա եկանք ընդդիմադիր դաշտի քաղաքագիտական տեսանկյունից պատրաստվածությանը։ Մենք որպես ես քաղաքագետ եմ այս ամեն ինչին վերաբերվում եւ քաղաքագիտությունը որպես քաղաքագետ ցանկացած բանի մոտենալը դա պահանջում է սառը եւ ռեալ վերլուծություն։ Հիմա քեզ պիտի խնդրեմ սառը մոտենաս չնայած абսուրդային բան եմ ասում, բայց սառը մոտեցեք։ Չէ, հիմա ես այլ ձև միշտ սառն եմ մոտենում։ Հիմա խնդիրն է ինչ է, ասում եք կան քաղաքական թիմեր, որ ասում են շանս չունեն, մենք հաղթելու ենք։ Դա իրանց դեպքում որպես քաղաքական թիմեր նորմալ է նման անպագորգոր հայտարարություններ անելը։ Չէ, բայց իրենց գործողություններն էլ է հուշում, որ իրանք կարիք չունեն ավել բան անելու ու կհաղթեն հաստատ։ Այսինքն արևմուտքի գործոնը չեն տեսնում, որ արդեն ուղիղ մասնակցության գործոն կա։ Լավ, ստեղ արի ընդդիմության դաշտից մի հատ օրինակ բերեմ։ Չէ, ախր խնդիրը գիտեք որն է։ Պետք է նախ ընկալելի լինել, ընկալեն տիրող իրավիճակը, ըստ այդմ վերլուծություն անեն, որ իրենք հասկանան, բայց ոչ այն են անում։ Ես չեմ հասկացել որևէ մեկը չի արտահայտվել իր ընկալումը տիրող իրավիճակի, տիրող աշխարհակաղակական իրավիճակի մասով։ Ես ուզում եմ առարկայական օրինակ բերել, հա, ազատես։ Մենք նախորդ եթերում էլ խոսում էինք մեր հայրենակիցների մասին, ովքեր կարող են նաև հավատալ Նիկոլ Փաշինյանին, ովքեր խաբված են։ Իրենց հետ ոչ միայն մենք խնդիր չունենք, իրենք մեր հայրենակիցներն են եւ մենք որպես մեր հայրենակիցների պարտավոր ենք իրենց պաշտպանել իրենց իրավունքների մասին մշտապես խոսել եւ մյուս կողմից թույլ չտալ որ իրաց պիտակավոր են զոմբի, ժեխ, այս շատ վատ ճանապարհ է, որ ընդ որ մելի օգտվում է Նիկոլ Փաշինյանն, բայց ուր են գալիս այս հասարակությանը մեղադրող քաղաքական էլիտան, քաղաքական էլիտա ասելով ինչ նկատի ունեմ, լրագրողներ, հանրային գործիչներ, հա խմբագիրներ, չգիտեմ, քաղաքական գործիչներ, ովքեր
կարծիք ձևավորողներ, հա, որոնք այս միամիտ ժողովրդին, որը իրականում միամիտ չի, լավ էլ հասկանում է ժողովրդի ինչ է կատարում, իր ենթագիտակցության միշտ ճիշտ ընտրություն։ Այս ժողովրդին պիտակավորող այդ էլիտան առնվազն 6000 հոգով հավանել էին մի մարդու հայտարարություն, որ ինքը ուզում է վարչապետ դառնալ։ Այն պարագայում, երբ որ այդ մարդը 2-3 շաբաթ հետո, բառացիորեն օրերս, հայտարարեց, որ Հայաստանի օկուպացված տարածքների հետ բերումը ինքը այսպես է պատկերացնում։ Ջերմուկի լեռները միջև սոսիների պուրակ անվանակոչում ենք Մելանիա Թրամփի անունով, Սև լիճը հարակից տարածքներով անվանակոչում ենք Դոնալդ Թրամփի անունով։ Ու ուշադրություն շարունակություն կա։ Ու թող Ալիևը ասում, այդ իր օկուպացիայի տակից դուրս գա այդ անվանակոչումից հետո։ Հիմա նման քաղաքագիտական տեսանկյունից ապուշ միտք ասողին վարչապետի պաշտոնում տեսնող 6000 մարդ, կարծիք ձևավորող, խմբագիր, չգիտեմ, բան, 6000-ի մեջ էլ կարող են միամիտ մարդիկ։ Հա, լավ։ Այնտեղ հազարավոր վերցնենք ովքեր իրենց դրել են, քաղաքագիտությունից կամ քաղաքականությունից հասկացողների դեր։ Մեր խնդիրն այդ մարդիկ են։ Հիմա այս մարդուն այդ մարդիկ վարչապետ են տեսնում։ Ասում սենց ապուշ միտք, ես եթե հիմա որ գնայինք, ասենք ԿՊ-ում ով կա, ասենք, չգիտեմ, ես վստահ եմ Ալխաս Ղազարյանը սենց բան չէր կարող ասել։ Չէ, հիմա չգիտեմ, եթե մենք գնանք այն բան կար, չէ, մեմ էր դարձել 18 թվականի այդ ակցիաներից հետո մնացել էր այն ավականու անդամը, որ 6-րդ դասարանն էր ավարտել։ Ես վստահ եմ այդ 6-րդ դասարանի ավարտած տղեն շատ ավելի լավ է պատկերացնում, որ եթե քեզնից ֆիզիկական ուժ գործադրելու ինչ որ բան խլել են, էդի Թրամփի հոր անունով կդնես, մոր անունով, թե քրոջ մարդու անունով, դա որևէ բան չի փոխել, որովհետև ստատուս քվոն ֆիզիկական ուժով ձեռք բերված ստատուս քվոն փոխվում է միայն ֆիզիկական ուժի պարագայում։ Չէ, նաև մի բան էլ է, հետաքրքիր դեպք հիշեցեցիք, այդ 18 թվականի դեպքերը, այդ գյուղի ավականին, ինքը ամեն դեպքում գյուղի մարդ էր եւ ինքնասիրություն ուներ, արժեքային, ընդհանրապես գյուղի մարդիկ արժեքային ինչ-որ համակարգ են ունենում եւ այդ նման արժեքային համակարգ ունեցող մարդը նույնիսկ իր հողի, իր բոստանի անունը չի դնի ինչ-որ մի հատ Թրամփի անունը։ Սա նաև ինչի մասին է խոսում, որ այս մարդը աշխարհընկալում եւ աշխարհընբռնողականություն չունի։ Իր մոտ աշխարհընբռնում նույնիսկ չկա։ Ինքը չի հասկանում, այսինքն մենք խոսում ենք, չէ, որ հայոց հողը հենց նես չի տրվել։ Ամեն հայոց հողի ամեն մի պատառի վրա, այնց հայտնի խոսք ունենք, չէ, պատառի վրա այրուն կա։ Հիմա դու ասում ես, որ մենք հավատում ենք դրան, որ հայոց ամեն հողի վրա, ամեն պատառի վրա այրուն կա, իսկ այդ հողի վրա ինչ որ մի հատ խամաչիկի անուն դնելը դա անարգանք է։ Եվ դրա այդ հավատացողի համար եւ այդ թափված այրունի նկատմամբ խնդիրն է դա հենց սա տգիտության քաղաքական ապուշության հետևանք է թափանեց հայտարարություն թե հասարակության մոտ ներողություն թե հասարակության մոտ քաղաքականության մասին նման զզվելի պատկերացումներ առաջացնելու նպատակով որ ներողություն էլի ավարտեմ արկելի ասած որ եթե էսա Նիկոլի ընդդիմությունը որը տարածքների հետ բերումը պատկերացնում է Թրամփի անունով էս կամ են սարը դնելով մի հատ էլ Թրամփի կնոջ կնգա անունով ինչ որ տարածք դնելը կներեք լավա Նիկոլը մնա մի քանի խնդիր է լուծում մեկը այդ խնդիրը նախ ինչ է ասում մենք հաճախ ինչ ենք ասում մեր եթերներում որ Հայաստանը լինել չլինելու ճանապարհով է գնում աշխարհակահաղական այնպիսի վիճակ է Հայաստանի համար աշխարհակահաղական վիճակը Հայաստանի համար այնպիսի ողբերգական վիճակ է ստեղծել եւ մեծ խաղը այն ընթացքն է ստեղծել, որ պետություններ կան կարող է վերանան աշխարհի երեսից։ Այսինքն ցանկացած ազգի ներկայացուցիչի համար, որը երկիր ունի, կորցնելը դա մեծ ողբերգություն է։ Ես հավատում եմ դրան, որ ստեղծվել է մի վիճակ, որ կարող է մեր հետ այդ ողբերգությունը լինել։ Եվ վիճակը ըստ այդմ ողբերգական է։ Հիմա իր այս նման առաջարկություններով, այս խոսքերով ինքը հեղինակազրկում է եւ անլրջացնում է։ Հեղինակազրկում է ողբերգության մասին խոսողներին եւ անլրջացնում է տիրող իրավիճակը։
Դրանից առաջ ինչ որ մի վիդեո էր գցել Թաթայի ամբովանդակ երգի տակ ուրբաթ շաբաթ կիրակի հասկանում եք սա եւ այդ խնդիրն է լուծում եւ Նիկոլի համար ձայները փոշիացնելու ընդդիմադիրների կողմից որոնք կարող են հնարավորություն կարող ունենան իշխանություն վերցնելու ասեցինք եւ անլրջացնում է եւ շատ մարդկանց է հեղինակազրկում եւ ձայները փոշիացնում միանգամից մի քանի խնդիր է լուծում ուրեմն քաղաքականությունը պետք է ունենա քաղաքագիտական հենք իսկ քաղաքագիտությունը երկու հիմնասյուն ունի հոգեվոր մշակութային եւ գիտամատերիալիստական եթե այս սյուների վրա հենված չի արդյունքը դա է լինելու այսինքն բան է Արման Թաթոյանը եւ իր նմանները, ովքեր իրեն այդ մտքերը հավանել են, չգիտեմ, ծափահարել են եւ ընդդիմության դաշտում դրանք զգալի մաս են, ասիկա այդ միայն այդ անձի վրա չեն ֆիքսում, այդ անձին գովազդողներ կան, առաջմղողներ կան, ֆինանսավորողներ կան, բայց անունը տալիս են, որ չասեն դե անունը ինչի չեք տալիս, այսինքն անունը տալիս են, որ անձնական հասկանան ում քաղաքական ապուշության մասին եմ խոսում եւ ինչ գնահատական են տալիս։ Իր այդ վարկագիծը շատ նման է Մեքսիկ խոպանչու վարկագծի անհայրենիք ինչ որ բան է որտեվ տեսեք ինչ է անում Ադրբեջանը հայկական բնակավայրերի տեղանունները փոխում է չէ ասում է դա բան չի Վարդենիս չի Բասարգեչար է Սևան չի Գյոյչա է բայց ինչի է դա ասում որովհետեվ ինքը հասկանում է որ այդ բառերի տակ ուզում է դնի պատմական հիշողություն էթնիկ կապ առաջացնի ադրբեջանցիների մոտ դրա հետ հայերն էլ իրենց եւ ցանկացած ժողովուրդ իր բնակավայրի հետ կապված անուններով նաեւ կապվածություն ունի պատահական չէ որ երբ որ բանը եկավ իշխանության Աթաթուրքը եկավ իշխանության մի առանձին հանձնաժողով էր ձևավորվել որ հայաբնակ եւ քրդաբնակ տարածքների ձորերի լեռների լճակների աղբյուրների անունները թուրքականացվեն այսինքն այս իրավիճակում հայտնվում է ընդդիմադիր գործիչ, որը պատրաստ է մի ամբողջ լեռներ, դաշտեր, հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր անվանել Մելանիա Թրամփի անունով, այսինքն արժեզրկում ուզում ասել, գիտեք ինչ ժողովուրդ, սա մեր համար ոչ մի նշանակություն չունի, այդ սարն ում անունով է, այդ սարի համար ով է զոհվել, ով է արյուն թափել։ Նա գաղափարական ո՞ր թիմից է։ Իրական Հայաստանի 4-րդ հանրապետության 4-րդ հանրապետության իրական Հայաստանի իրական գաղափարական թևից է այսինքն իր համար կապ չունի կարող է տենց ինքը որոշել որ ինչ որ մեկի երկրորդ կնոջ անունով Սյունիքում ինչ որ տարածք այն Սյունիքում որ ամեն հողի պատառի վրա այլուն է թափված այսինքն Գարեգին Նժդեհի պահած Սյունիքը ինչ է ասում նաև այստեղ ուրիշ ուղերձ կա շատ վատ ուղերձ կա էլի որը ուղիղ չի ասում, բայց ենթագիտակցորեն դա մարդու մեջ մտնում ասում հայ ժողովուրդ, հայաստանցիներ, դուք ոչ մեկ եք, դուք ձեզնից տարված հողը չեք կարա հետ բերել, այ մեր Մելանի անունով էսա կդնենք, այսինքն գիտես ինչ, սա իրականում ինձ համար նվաստացնող է, որովհետև ես որպես Հայաստանի քաղաքացի ես համարում եմ, որ ես հնարավորություն ունեմ ուժեղանալու եւ այն ինչ որ օկուպացրել են մեզանից հետ բերելու, պատերազմով չէ, բայց երբ որ մի խոսքով դու հասկանում ես, չեմ ուզում ինչ-որ խոսույթների համար, այսինքն այդ մարդու ուղերձը սա է, որ հայ ժողովուրդ, հայաստանցիներ, 3 միլիոն քաղաքացիներ, հավաքական հայ ժողովուրդ, դուք ոչ մեկ եք, դուք անկարող եք, այ մեր Մելանի անունով Թրամփի երկրորդ կինը, Թրամփի երկրորդ կնիկը ձեզնից հայազգից ուժ Թրամփի երկրորդ կնիկներ, չէ, Թրամփի երկրորդ կնկա անունը ձեզնից արժեքավոր է ու այդ Թրամփի երկրորդ կնգա անունով մենք ազատագրենք բանի ջերմուկի հիմա գնում վերադառնանք նրան որ մենք մեր այն հայրենակիցները որոնք մինչև հիմա անշահախնդիր պաշտպանում են եւ հարում եւ աջակցում են Նիկոլ Փաշինյանին մենք այդ մարդկանց հետ խնդիր չունենք իհարկե մեր խնդիրը նման մարդկանց հետ է եւ Նիկոլ Փաշինյանի որոնք մի դաշտում են գտնվում որոնց համար այո, որոնց համար որ հայրենիք այդպիսի հասկացողություններ, հայրենիքի հավիտենական գաղափար, հայրենիքի սիմվոլիկա, լեռներ, բան ոչ մի բան գոյություն չունի։ Իրանք պրագմատիկ, հիմա պետք է Թրամփի կնոջ անունը թրենդային է, կարելի է ինչ որ արյունով ազատագրված հողը դնել Թրամփի կնոջ անվամբ, երկրորդ կնոջ։
Մեր խնդիրը իրենք Սա ոչ մի բանով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանն խոսությունից, որ Արարատի մասին պիտի մոռանանք, մենք Արագած ունենք։ Այո, ոչ մի քիչ կարող ավելի վատ ինչի սա։ Հա, գոնե Արարատը հիմա մեր հսկողության տակ չի։ Մեր վերահսկողության տակ չի ու սպառնալիք ունի ինչ որ պրագմատիկ մոտեցում է տալի, որ խուսափի։ Հələ մի քիչ նրա մոտ որպես իր ֆիզիկական անվտանգությունից վախ հասկանալով իր իրավիճակը կարող ես մտածել թե ինքը ինչի է այդ թեզը տանում։ Իսկ սա հենց այնտեղը արդեն Բայց արդյոք հենց այնտեղն է։ Սա է հարցերի հարցը։ Գիտես, եթե մարդը ուղակի ապուշություն է դուրս տալիս, դու կարող ես ասել դե լավ, մարդ հիմա մարդը մեկը կա, չէ՞ որ հայտա այնտեղ Facebook-ում լայվ է մտնում, տաբլիչկա ունի դրած Հայաստանի Հանրապետության նախագահ անուն չեմ ուզում տալ։ Էս ինչ ան։ Խելագար է, բայց հիմա ասես լավ, մարդը ապուշ է։ Հիմնական նպատակը գիտեք որն է եղել, որտեղս բանն է։ Դրել հաշվել է որ ցանցը հայաստանյան ցանցը, արևմտյան ցանցը լիարժեք վերահսկում է Հայաստանի իրավիճակը եւ հայաստանյան իշխանությունները լրիվ իրանց ձեռքն են, պապից կաթոլիկ դեր են վերցրել իրանց վրա, որպեսզի հավաքական արևմուտքը իրենցով խաղա։ Դա Պատճառն է դա։ Նիկոլից Նիկոլ են ուզում ունեն։ Ասում են խաղաղության պայմաններ, այ վիլայեթ է տանում, ես ավելի արագ կտանեմ, ավելի անցնցում։ Արա ինքը տվել է Թրամփի մի հատ ուղի, հələ դες տարածքներ ախպեր։ Բա հենց դրա ակնարկն է, ես ամեն ինչի եմ պատրաստ։ Այս արդեն հասկանալի է։ Ինձ միայն իշխանություն տվեք։ Հիմնական պատճառը սա է։ Ինձ միայն իշխանություն։ Ու եթե Նիկոլ Փաշինյանը ասֆալտին է ծեփում, ես գլուխը կթրցնեմ։ Եկանք դրա։ Հիմա հասեք, որ հենց այնպես չի ասել։ Խնդիրը պետք է մարդիկ նայեն, տեսնեն թե ում էին գովազդում, բան ունենք, չէ, ռուսերեն լավ բառ կա, ում էին ռասկրուտկա անում, թե այդ ռասկրուտկա անողները մտածեն, թե ում ինչ ձևով են ռասկրուտկա անում։ Թե այդ ռասկրուտկա անողների մեծ մասը նույն դաշտում է, նույն տերերին են ծառայում վստահաբար, ես դա կարող եմ ասել։ Մեր խնդիրն այդ մարդիկ են, որ նմաններին մատուցում են ժողովրդին։ Այո, մեր խնդիրը նաև մեր հնարավորությունս հավանում ժողովրդի այս ամեն ինչը ցույց տալն է, որովհետև ես վստահ եմ, որ ժողովուրդը չի կարող իրականությունը չտեսնել, երբ որ դու իրեն ցույց ես տալիս, առանց կեղծելու, առանց այսպես երանգներ փոխելու։ Չէ, ժողովուրդը ճշմարտության հաշտա ու ճիշտ ընտրություն է կատարում։ Ուրեմն, այն օրը խոսեցինք նախ հիմնական թեման էր իշխանափոխության հնարավորությունները, թե չէ, հիմա էլի գանք սկզբին, տեսեք, աշխարհակահական տրամադրվածության ակտիվությունից կամ пассивությունից մենք կարող ենք հասկանալ այստեղ ինչ ընտրություններ են լինելու։ Եվ դաշտը քիչ թե շատ հասկանալով այն անգամ հաղորդման ժամանակ Էդգար Մակարյանի հետ հաղորդման ժամանակ թվեր էինք ասել, մի քիչ տարընթերցումների թեմա էր տվել, պայմանական թվեր էի ասել է իշխանությունը 40%, ընդդիմությունից Հայաստան դաշինքին 20 էի ասել, մեր ձևովին ասել էի 10, մի քիչ մարդիկ նեղվել էին դրանից, չգիտեմ ինչի, կարող ենք ասել 20-20-, բայց դա էլի այս ընտրական համակարգով այս ընտրական օրենսգրքով կներեք, այս ընտրական օրենսգրքով եւ Նիկոլի կողմից դաշտներված նման ձայն փոշիացողներից եւ վերջերս իմացանք, չէ՞ որ առաջ իմացանք, որ Ամերիկայից էլ մի ձայն փոշիացող գալ հայտնվելու թեմա։ Այս ամեն ինչի են տանելու եւ արևմուտքի կողմից ակտիվ մասնակցությունը այս ամենին ինչի են տանելու։ Ազատ, ես զարմանում եմ մարդիկ, որ հնչեցրած թվերից ինչ որ նեղանում են, ես ուզում եմ պարզ մի օրինակ բերել։ Այո, ես էլ եմ կարծում, որ ընտրական process-ներին պիտի մասնակցել, բայց մի տրամաբանությամբ, եթե դու բոլոր գործոնները հաշվի ես առնում, ոչ թե հենց արևմուտքի պահագարցես դեմքդ փակվում, ես չեմ տեսնում, որ Եվրամիության Կայա Կալասը ինչ է հայտարարում, այտենց չէ։ Բայց մի բան ասեմ, թող նրանք ովքեր նեղվել են այդ թվերի հրապարակում, իսկ թող մարդիկ նայեն Ռումինիայի օրինակ ընտրություններում առաջին փուլում հավաքում է ամենաշատ ձայները, քան Եվրամիության տեխնացուն, երկրորդ փուլը չեղարկում են, այդ մարդու մասնակցությունը արգելում են ու ամենակիչ ձայներ ստացածը գնում նախագահական ընտրությունում հաղթում, այսինքն այստեղ կարող եք ասել լավ, Նիկոլը 20, ընդդիմությունը 40, 20, այսինքն ընդդիմությունը հավաքական 70-ը։ Եթե արևմուտքը ուզելու է, որ Նիկոլը մնա, եք ասել էս ռուսական ազդեցության բան է, արգելեք այդ պրոքսիներին ռուսական, այսինքն
ես ստեղ եմ ասում, որ պետք է մարդիկ հասկանան ում հետ գործ, այո, իհարկե լավ խաղալու պարագայում կարելի է խաղը հաղթել, բայց երբ որ դու քո թշնամիներին, հակառակորդներին ճիշտ ես նշմարել, այսինքն դու եթե հակառակորդ ես վերցնում միայն Նիկոլ Փաշինյան, դու պարտվելու ես, որովհետև Փաշինյանը չի քո հակառակորդը, Փաշինյանի տերերն են այս խաղի տերը, չէ՞, այս գործընթացի տերը։ Եթե դու չես տեսնում Եվրամիության հայտարարություններ, պարզես խաղը պարտվելու ես։ Եվ հավաքական արևմուտքի գործոնը չես տեսնում, դու այս խաղը իհարկե պարտվելու ես։ Եթե դու չես տեսնում Թուրքիայի ազդեցությունը, եթե դու չես տեսնում, բայց նաև օբյեկտիվ իրականությունը կամ մի քիչ շփումներով ես այդ օբյեկտիվ իրականությունից ելնելով էի ասում։ Տեսեք, հավաքական ընդդիմությունը մեր իմացածում տեսնում ենք դաշտում եւ Նիկոլ Փաշինյանը հավասար ձայներ ունեն։ հա, մոտավոր ես դրա համար այդ պահին կարևոր ալնում թե արևմուտքը ումա որոշելու հայտարարել հաղթող։ Այո, այսքանը։ Բայց իմ ասած ձայները, տեսեք, հավաքական ընդդիմությունը եւ իշխանությունը գրեթե հավասար ձայներ ունեն։ Դա պայմանական 30 պլյուս 30 պլյուս պետք է ընտրություններից առաջ հասկանալ, որ ինչպես անել, որ արևմուտքը չփորձի էլ հայտարարել Նիկոլին հաղթող։ Հիմա այստեղ մեր խնդիրը պետք է լինի հավաքական արևմուտքին չեզոքացնելը։ Տեսեք, հիմնականում մենք էլ ենք բերում, բայց մենք ցանկացած քննարկման աշխարհակահաղական բևեռներից հավաքական արևմուտքի գործոնը միշտ օրինակ բերում ենք, որպեսզի թուրին բռնում մարդկանց մոտ չլինի օրինակներ բերելով։ Ուրեմն համայնքային ընտրությունները դրանք տեղական ընտրությունները, դրանք ներքաղաքական process-ներ են։ Իսկ համապետական ընտրությունը դա աշխարհակահաղական է, սա կարևոր փաստ է։ Սրանց տարբերությունը մեծ է։ Քեզ կարող են տալ քաղաքը, բայց հանրապետությունը կուզեն չտալ։ Այո, հանրապետություն։ Դու պետք է ըստ այդմ նայես աշխարհակահաղական բևեռների տրամադրվածությունը տարածաշրջանին։ Ակտիվ տրամադրվածությունն թե пассив։ Ըստ այդմ պետք է որոշես, որովհետև տեղական ընտրությունները դրանք զուտ ներքաղաքական process-ներ են։ Իսկ համապետականները մաքուր աշխարհակահաղական։ Շատ լավ, շնորհակալ եմ Ազատ հետաքրքիր քննարկման համար։ Ես կարծում եմ պիտի անդիմադիր ուժերը բոլոր գործոնները հաշվի առնեն եւ հաղթանակը միայն այդ դեպքում է հնարավոր, թե չէ կարելի է լիքը լավ թվեր ասել, բայց ումա պետք է թիվը, եթե դրա հետևում իրողություն չկա։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ քննարկում էինք սպասվող ընտրական process-ները, դրանց ներգրաված ուժերին, անդիմադիր ուժերին, որոնք որոշ դեպքերում ավելի խելապակաս են երևում, քան այս իշխանությունները, քննարկումը վարում է Ազատ Ադամյանի հետ, քաղաքագետ, տեսություն կհանդիպենք։